Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին II կաթողիկոսի որոշումը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ, նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ։ Հունվարի 14-ին Երևանի Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ կրակոցների առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ, 5 անձ ձերբակալվել է։ Հունվարի 15-ին Գյուրջյան փողոցում ոստիկանության աշխատակիցները նկատել են Mercedes Magnus ավտոմեքենա, որը նրանց մոտ կասկած է հարուցել։ Գվարդիայի ծառայողները բարձրախոսով հրահանգել են, որպեսզի վարորդը կանգնի, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել օրինական պահանջին, այլև վրայերթի է ենթարկել ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների ու դիմել փախուստի։ Գվարդիայի ծառայողներից մեկը իր անվան հաշվառված հաշվեցուցակային զենքով կրակոց է արձակել փախուստի դիմաց Mercedes-ի հետևի աջանվադողի ուղղությամբ, ինչից հետո վարորդը չկարողանալով ավտոմեքենան կառավարել, փախվել է Խանզանդյան փողոցի նրբանցքներից մեկում տեղադրված բարձրավոլտ էլեկտրասյան բետոնե հատվածին։ Վթարվելուց հետո վարորդը եւ ուղևորը դուրս են եկել ավտոմեքենայից տարբեր ուղղություններով դիմել փախուստի, սակայն ոստիկանության ծառայողներին հաջողվել է հետապնդել ու վնասազերծել նրանց։ 2 անձ ձերբակալվել է։ Հունվարի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել, պարզվել է, որ Կարեն Դեմիրճյանի հրապարակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչներ 52-ամյա Գևորգի, 30-ամյա Նորայրի, 18-ամյա Լենդրուշի, 20-ամյա Վանիկի, 46-ամյա Սոսի եւ Կոտայքի մարզի բնակիչներ 53-ամյա Վահրամի, 27-ամյա Տարոնի, 29-ամյա Տիգրանի միջև, որի ժամանակ Վահրամը ծեծի է ենթարկել Նորայրին, ով այնուհետև դիմել է Չարենցավան բժշկական կենտրոն։ Հունվարի 14-ին Իջևանում պարեկները նկատել են մի քաղաքացու, որը ձեռքի հենակներ է տեղափոխում։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը Իջևան բժշկական կենտրոնի պահեստից 11 հենակ էր գողացել։ Պարզվել է, որ նա 30 տուփ տեղորայք էլ գողացել էր հիվանդանոցի դեղատնից։ Հունվարի 13-ին տեղեկություն է ստացվել, որ Ծարաբաղբի փողոցի շենքերից մեկի բակից ավտոմեքենա են թալանել, 46-ամյա Կամոն հայտնել է, որ շենքի դիմացը կայանված իրեն պատկանող Chevrolet Magnus ավտոմեքենայից գողացել են կողային հայելիների ապակիները, դիմապակուն թողնելով Telegram-յան ալիքի անվանումով գրառում։ Հանցագործությունը կատարել են Երևանի բնակիչներ 20-ամյա Լևոնը եւ 19-ամյա Նարեկը։ Հունվարի 13-ին Զաքյան փողոցում ձերբակալվել է 71-ամյա մի տղամարդ, նա 2025 թվականի հունվարի 17-ից հետախուզվում էր գողության եւ մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքով։ Հունվարի 14-ին Վանաձորում ձերբակալվել է 24-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները խախտելու մեղադրանքով։ Տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքի 66-ամյա բնակիչը երկաթուղայինների 3-րդ նրբանցքում գտնվող հայրական տանը թմրամիջոց է պահում։ Ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա թմրամիջոցի նմանվող 290.92 գրամ զանգված։ Պարեկները Աբովյան քաղաքում կանգնեցրել են անկանոն երթևեկող Opel Magnus ավտոմեքենա, Գեղաշեն գյուղի բնակիչ 23-ամյա վարորդը եւ Աբովյանի բնակիչ 27-ամյա ուղևորը թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով տեղափոխվել են բաժին։ Նրանց մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված։ Հունվարի 16-ին Սևան Մարտունի Արգետապ ավտոճանապարհին փախվել են Toyota եւ Nissan Magnus ավտոմեքենաները, Toyota-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել հիվանդանոց։ Հունվարի 15-ին Երևանի Դավիթ Բեկ փողոցում Photon Magnus-ի բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit, Honk-ի, Nissan Tida Magnus-ի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինն էլ բախվել է Infiniti Magnus-ի ավտոմեքենային, տուժածներ չկան։ Հունվարի 15-ին Երևանի Չայլախյան փողոցում Nissan Magnus-ի ավտոմեքենան բախվել է տեղում մեկ այլ վթարի համար դեպքի վայր ժամանած փրկարար ծառայության ավտոմեքենային, տուժածներ չկան։ Հունվարի 16-ին ահազանգ է ստացվել, որ վաղաշաբաթ քաղաքի Տերյան փողոցում տուն է այրվում։ Հրշեջ փրկարարները մեկուսացրել, ապա մարել են կրակը, այրվել են տանտանիքի մոտ 50 քառակուսի մետր հատվածը, Բաղդադե Արաստաղի մոտ 40 քառակուսի մետր հատված ու Սենյակի գույքը, տուժածներ չկան։ Հունվարի 11-ին ժամը 4:26-ին ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Իսահակյան փողոցում դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել տերմինալից, սակայն կանխել են։ Ահազանգով մեկնել են համայնքային ոստիկանության Վաղաշապատի բաժնի օպերատիվ խումբն ու Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողներ։ Ժամը 4:50-ին Գայ գյուղում գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ Վաղաշապատի բաժին են տեղափոխվել Արմավիրի մարզի Ջրարբի եւ Ջանֆիդա
գյուղերի բնակիչ 28-ամյա երկու տղամարդիկ։ Հետագա միջոցառումներով ստացվել են տվյալներ, որ նրանք գողության էին եկել Պրոմակնիշի ավտոմեքենայով եւ ուսումնասիրել տարածքը։ Պարզվել է նաեւ, որ այս ընթացքում առանց համարանիշի BID մակնիշի մի մեքենա էլ Գայ գյուղից դիմել է փախուստի եւ ինքնավթարի ենթարկվել Էջմիածին Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի հատվածում։ Արմավիր գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը ձերբակալվել ու նույնպես տեղափոխվել է բաժին։ Վթարված մեքենայի սրահում ոստիկանները նկատել են դիմակ եւ օտաճնշիչ ատրճանակ։ Իրականացվել է դեպքի վայրի պահպանություն, իսկ Գայ գյուղի Իսահակյան փողոցում հայտնաբերվել են պտուտակահան, էլեկտրահղկիչ, երկաթյա լինք ձեռնոցներ, դիմակներ եւ օտաճնշիչ ատրճանակ։ Ձերբակալվածներն ընդունել են, որ փորձել են վճարային տերմինալից գողություն կատարել։ Դեպքի արդի վաղաշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեքն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր, իսկ մեքենաները պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ սա այս խմբի միակ հանցարարքը չէ։ Թալինի ամենքային ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ դեկտեմբերի 28-ին գիշերվա ժամը 2:30-ի սահմաններում 36-ամյա տղամարդն ու Ջանֆիդա գյուղի 28-ամյա բնակիչը կոտրել են Երևան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող վճարային տերմինալի փականը եւ գողացել 496,000 դրամ։ Ամենքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումներով էլ պարզվեց, որ այնուհետև դեկտեմբերի 30-ին գիշերվա ժամը 3-ի սահմաններում BID մակնիշի ավտոմեքենայով եկել էին Բաղրամյան համայնքի Քարակերտ գյուղ։ 36-ամյա վարորդը սպասել էր մեքենայում, իսկ 28-ամյա ուղևորը անկյունահղիչով կտրել էր վճարային տերմինալի փականը եւ գողացել արկա գումարը։ Նույն խմբով գործել էին նաեւ հաջորդ օրերին դեկտեմբերի 31-ին գիշերվա ժամը 3:30-ի սահմաններում Լեռնագոգ գյուղում, իսկ հունվարի 2-ին գիշերվա ժամը 5-ի սահմաններում Ծիածան գյուղում վճարային տերմինալներից գողացել էին գումարը։ Նախաքննությունը շարունակվում է։